Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Այսպես էլ իմ հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։ Սիրելիներս, մի օր Ալբերտ Էյնշտեյնը քաղաքում շրջում էր եւ հանկարծ հիշում է, որ ինքն իր տան հասցեն մոռացել է եւ չգիտի ինչպես պիտի տուն հասնի։ Եվ մոտենալով մի տաքսու վարորդի ասում է. «Եղբայր, դու Էյնշտեյնին ճանաչում ես»։ Ասում է ճանաչում եմ, ասում է կարող ես ինձ իր տուն տանել։ Ասում է բայց քո ինչին է պետք, որ ես իր տուն տանեմ, դու ով ես։ Ասում է որ խնդրեմ ոչ ոքի մի ասա, որ ես Էյնշտեյնն եմ, որովհետև ես իմ տան հասցեն մոռացել եմ, կարող ես ինձ իմ տուն տանել։ Եվ վարորդն ուրախությամբ անվճար տուն է տանում այս մարդուն։ Ինչու պատմեցի այս պատմությունը։ Այսօրվա մեր ավետարանական պատմությունը սա էր, որ մի հովիվ, որ ուներ 100 ոչխար, նրանցից մեկը մոլորվեց եւ հովիվը թողեց 99 ոչխարին, գնաց այդ մեկին փնտրելու, երբ որ գտավ, մեծ ուրախություն ունեցավ, բերեց, կանչեց իր հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, ասեց ուրախացեք իմ հետ, կորած էր։ Այնպես էլ Տերը, երբ որ դու քո տան հասցեն չգիտես, քեզ ամեն ինչով օգնում է, որ դու հասնես քո բնակության վայրը։ Եթե մարդկային պատմության մեջ հակասական է, որովհետեւ 100 ոչխար ունեցողը հովիվը, եթե մեկին կորցնում է, ասում է լավ 99 մոտս են, այդ մեկը ոչինչ որ կորի, բայց Աստված հակառակն է անում, 99-ին թողնում է, գնում այդ մեկ հոգու հետևից, որովհետև Աստծո համար չկան անկարևոր մարդիկ, Աստծո համար բոլորը կարևոր են, Աստծո համար բոլորը թանկ են, Աստծո համար բոլորը իր զավակներն են եւ Աստված յուրաքանչյուր մեկի համար գալիս է փնտրելու։ Հովիվը ճշմարիտ Հիսուս ինքն էր, սիրելիներ, որ հրեշտակների 9 դասերը սուրբերին, Հայր Աստծուն, Սուրբ Հոգուն թողեց երկնքի մեջ, իջավ երկիր մեկ մոլորված մարդուն, մարդկային բնությունը գտնելու։ Եվ ոչ թե գառնուկը հովիվի ձայնը լսեց, այլ հովիվը կանչեց անդադար, մինչև որ գառնուկը դառնա իրեն։ Դրա համար այսօրվա ավետանեսկիզբ այսպես էր, զգույշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկի չարհամարեք, գայթակղության պատճառ չդառնա, որովհետև նրանց հրեշտակները ամեն օր իրենց հոր երեսն են տեսնում։ Մարդկային կյանքի մեջ այսօր արհամարանքը եւ մոռացումը կարծես դարձել է սովորական, սիրելիներ։ Անտարբերությունը կարծես դարձել է 8-րդ մահացու մեղքը մեր կյանքի մեջ։ Հպարտությունից, նախանձից ավելի շատ այսօր մարդիկ արհամարանքով են ապրում, անտարբերությամբ են ապրում, ինքը որ նշանակում է, որ մարդուց այնքան է հեռացել, որ այլևս չի ուզում տեսնի։ Երբ որ մեծ քաղաքներում կամ հարուստ թաղամասերով շրջում ես, տեսնում ես, որ շատ մեծ տներ են կառուցած ու շատ բարձր պարիսպներով փակված են այդ տները։ Ակամայից միշտ մտածում ես, ինչու է մարդ այսքան մեծ տուն կառուցել ու բարձր պարիսպներ։ Չէ՞ որ ընդամենը 100 կամ 200 տարի առաջ ոչ մի պարիս չկար, տները փոքր էին, տան մեջ ապրում էին ընդամենը 10, 20, 30 հոգանոց ընտանիքներ, բայց այս այդ մեծ շքեղ տների մեջ ապրում է 1 կամ 2 հոգի։ Ոչ ոք չկա, բայց պարիսպներ փակել, բարձրացրել են, որպեսզի մարդիկ հանկարծ իրենց չտեսնեն կամ իրենց չճանաչեն։ Եվ իրենց կողքը ապրող մարդուն երբեք չեն տեսնում, չեն ճանաչում, պատահաբար երբ որ տեսնում են, նույնիսկ հարցնում են, թե որտեղից ես կամ որտեղ ես ապրում։ Այսօր բժշկությունը շատ է զարգացել։ Ամեն տեսակի վիրահատություններ, բուժումներ մարդիկ կարող են անել, բայց դրա հետ մեկտեղ հիվանդություններն են ահագին շատացել։ Շատ են շատացել, որովհետև մարդը Աստծուց երբ որ հեռանում է, մեղքի պատճառով գալիս այն ցավ, այն հիվանդությունը, որ մարդը բերում է իր սխալ կյանքով, իր գործած մեղքերով, իր չարիքով լցնում աշխարհը։ Այսօր ամեն բան շատ հեշտացել է մեզ համար, բայց մարդիկ պարզապես օտարացած ապրում են, իրար չեն ճանաչում։ Եվ մարդիկ ուղղակի քայլում են եւ ոչինչ չեն տեսնում, անգամ մեծ մասը գլուխները կախ անցնում են ու ոչինչ չհասկանալով։ Ինչու է Տերն ասում զգույշ եղեք, որ չարհամարեք։ Հիսուսի խոսքը այստեղ պարզապես երեխաները չեն, որ երեխաներին արհամարենք։ Երեխաները մեր կյանքի հայելիներն են։ Երեխաները մեզ սովորեցնում են ճիշտ սիրել, նենգություն, չարություն մեր մեջ չպահել, ինչպես երեխաները չեն պահում։ Երեխաները սովորեցնում որ ամենափոքրիկ բանի, աննշան մի փոքրիկ նվերի համար ուրախանալ։
Մենք երբեմն ամեն ինչ ունենք, բայց ուրախություն չունենք։ Երբեմն ամեն ինչ ունենք, բայց դժգոհ ենք, տրտնջում ենք, նեղվում ենք, որ սա բավական չէ, սա մեր կյանքը չէ, մեր պատկերացրած կյանքը չէ, բայց նույն պահին ընդհանրապես մեկ հոգի լույս է ուզում ընդհանրապես տեսնել։ Մեկ բաժակ ջրի կարիք ունի։ Մի ծեր մարդ միայնակ տան մեջ ուզում է որ մեկն իր դուռը թակի եւ հարցնի ինչպես է ինքը կամ ինչի կարիք ունի։ Այս աշխարհի մեջ մենք մարդիկս այսպես սովոր ենք արդեն ապրել։ Երբ որ մենք ամեն օր համացանցը բացում ենք կամ լուրերը լսում ենք, սպանություններ, կրակոցներ, ամեն տեսակ չարիք մեզ համար արդեն սովորական է դարձել եւ կարծես այդպես էլ պիտի լիներ։ Բայց սա մարդու բնույթը չէ։ Այս երեխաներին մենք ենք դաստիարակում։ Երեխաներին մենք ենք դարձնում այնպեսին, ինչպեսին որ ենք հետո պիտի լինեն։ Վատ մարդ չի ծնվում, չար մարդ չի ծնվում։ Մենք իրենց այդպես դարձնում ենք մեր խոսքով, մեր կեցվածքով, մեր նիստ ու կացով, մեր պահանջներով կամ մեր դաստիարակությամբ ինչ որ տալիս ենք։ Երկրորդ փոքրիկները նրանք են, ովքեր դեռ հուսահատության մեջ են, թերահավատության մեջ են, Քրիստոսին չեն ճանաչել։ Առաջին անգամ եկել են եկեղեցի, որպեսզի Քրիստոսին ճանաչեն, բայց մենք գալիս ասում ենք այստեղից վեր կա, սա քո տեղը չէ, իրեն դուրս ենք հանում եւ ինքը նորից հուսահատված վերադառնում է աշխարհ եւ աշխարհի մեջ մոլորվում է, չգիտի թե ուր պիտի գնա։ Հիսուս ասում է զգուշ եղեք, այս մարդկանց հրեշտակները ամեն օր Հայր Աստծո երեսն են տեսնում։ Ուրեմն նշանակում է, որ մենք ամեն ինչից առաջ նախ մենք ուշադրություն պիտի դարձնենք մեր նման մարդուն, թե այդ մարդու ժպիտի տակ ինչքան ցավ կա թաքնված, այդ մարդու ձիգ կանգնած վիճակի մեջ ֆիզիկական ինչքան ցավ կա, այդ մարդու ուրախության մեջ, որ ուրիշի համար է փորձում անել, իր ներսում ինչքան անորոշություն կա։ Եվ դրա համար ասում եմ, այդպես էլ իմ հոր կամքն է, որ որևէ մեկ այս փոքրիկներից չկորչի։ Ուրեմն երբ որ մենք այս արհամարանքը բերում ենք մեր կյանքի մեջ, զզվանքով ենք մարդուն վերաբերվում, նույնիսկ մենք նայում ենք մարդու հագու կապին, նրա վարած մեքենային, նրա պաշտոնին եւ ուզում ենք այդպես շփվել, նույնիսկ շատ մայրեր փորձում են իրենց աղջիկներին հարուստ ընտանիքում հարս ուղարկեն, որ որևէ բանի պակաս չունենան, մոռանալը, որ այդ հարստության մեջ կարող է ինքը ոսկե վանդակի մեջ հայտնվել ու դժբախտ կյանք ունենալ, բայց մենք առաջնային տեղը տալիս ենք այդ մարդու ունեցվածքին կամ պաշտոնին, ոչ թե նրա մարդ տեսակին, նրա բովանդակությանը, նրա էությանը, թե այդ մարդը ինչպիսի մեկը պիտի լինի։ Եվ վերջապես մեր հասարակության մեջ ամեն օր այս գայթակղությունները կան։ Դրա համար Հիսուս ասում է զգույշ եղեք, որպեսզի չարհամարեք։ Աստծո կամքը բոլորին փրկելն է։ Չկարծենք, որ մենք ավելի գեղեցիկ ենք, մաքուր հագու կապ ունենք, մի քանի դիպլոմ ունենք, լավ տան մեջ ենք ապրում, ուրեմն Աստված մեզ շատ է սիրում, Աստված դրախտի դռները մեր առջև բացել է եւ մենք այլևս ոչ մի խնդիր չունենք։ Հակառակը, Աստված հիվանդների մեջ է, Աստված տկարների մեջ է, Աստված նեղության մեջ եղողի մեջ է, Աստված մահամերձ մարդու մեջ է, որ ուզում է քեզ տեսնել, դու ինչ վերաբերմունք կդրսևորես, ինչպես կվարվես այդ մարդու հետ։ Եվ եթե դու չփորձես այդ մարդու հետ լինել այնպես, ինչպես Քրիստոս սիրելն է, այսօր Պողոս առաքյալի խոսքերը մեզ համար դատապարտություն պիտի դառնան, որ այս աշխարհի հիմաներին ընտրեց, որպեսզի այս աշխարհի իմաստուններին ամոթով թողնի, աշխարհի մեջ եղած տկարներին բարձրացրեց, որպեսզի հզորները ոչինչ չունենան ու չհասկանան, որովհետև Տիրոջ ձեռքերի մեջ է թե հարստությունը, թե աղքատությունը, քո կյանքի ուրախությունը, տխրությունը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Երբ որ դու քո ունեցածը չես գնահատում, երբ որ քեզ տրվածը դու չես ամեն կերպ փորձում պաշտպանել ու պահպանել, մի օր պիտի կորցնես։ Ժամանակը շատ կարող է տևել կամ կարճ, չգիտես, բայց շատ հանգիստ կարող ես կորցնել։ Երբ որ քո կյանքի մեջ մի բան պատահում է, Տերը ուզում է քեզ քո ճանապարհին ցույց տալ, որ սխալ ճանապարհ ես գտել։ Ինչպես որ այսօր մենք 21-րդ դարում մարդիկս այլևս մեր սրտին չենք վստահում, մեր գիտելիքին չենք վստահում, վերջապես Աստծուն չենք վստահում, մեր հեռախոսները դնում ենք, քարտեզը բացում ենք, հասցեն գրում ենք եւ ոնց ցույց է տալիս հասեմ ենք այնպես գնում ենք, երբեմն էլ չենք գտնում այն տունը, որտեղ որ գտնում ենք, որտեղ այդ տան հասեն գրված չէ դերևս այդ քարտեզի մեջ։ Այնպես էլ աշխարհը մեզ այդ քարտեզը ցույց է տալիս, բայց այլ ճանապարհով է տանում, քո ուզած հասցեով դու չես գնում։ Դրա համար մենք Հիսուսին պիտի հարցնենք. դու գիտես որտեղ է իմ տան հասցեն, որտեղ է իմ տունը, կարող ես ինձ այդ տունն առաջնորդել։ Դրա համար Հիսուս ասում է իմ հոր կամքն էլ սա է, որ որևէ մեկը չկորշվի, որևէ մեկը չկործանվի այս աշխարհի մեջ։ Աստված երբեք չկամեցավ մեղավոր մարդու
մահը, մեղավոր մարդու կործանումը, հակառակը Աստված կամենում որ յուրաքանչյուր մեղավոր մարդ, ով մի փոքրիկ գիտակցություն ունի, որ իր օրերը այս աշխարհի մեջ սահմանափակված են, ինքը այս կյանքի մեջ ժամանակավոր հյուր է, պանդուխտ է, ինչպես մենք հատկապես մահվան աղոթքի մեջ ենք ասում, որ այս մարդու պանդխտության ժամանակն ավարտեց եւ վերադառնում է այնտեղ, որտեղ իր տունն է, այդ պանդխտությունը օգտագործես, երբ որ վերադառնաս, քո տունը պատրաստ լինի, քո տան հասցե վրա քո անուն ազգանունը գրված լինի, որպեսզի դու ամոթով չմնաս, ինչպես այն մեծահարուստը, որ մահացավ, հայտնվեց դրախտում, երբ հրեշտակներն Աստծուն ներկայացրեցին, Տերն ասեց տարեք իր տուն, երբ դրախտի փողոցներով քայլում էին, տեսավ իր ծառային, ծառան իր տուն հրավիրեց, տեսավ ծառան շատ շքեղ պալատի մեջ է ապրում, իր մտքում ասաց, եթե իմ ծառան այսքան մեծ պալատի մեջ է ապրում, ապա Աստված ինձ համար ինչ շքեղ ապարանք է պատրաստել, բայց երբ որ հասան իր հասցեն, մի փոքրիկ խրճիթ էր խարխրված, մեծահարուստը տխրեց, հրեշտակն ասում է, եղբայր, ինչու տխրեցիր, ինչ շինանյութ ուղարկել ես, դրանով էլ քո տունը պատրաստել եմ։ Սա է մեր ժամանակավոր կյանքի, ինչ ենք մենք ուղարկում երկինք եւ ինչ պիտի ստանանք։ Երբ որ մենք ամեն օր բողոքում ենք, որ անձրև է գալիս, կարկուտ է գալիս, մենք չենք էլ անդրադառնում, իսկ մենք ինչ ենք ուղարկել երկինք, որ երկնքից օրհնություն ստանանք։ Այսքան հայոյանք, անեծք, նզովք, չարություն, սպանություն, կրակոցներ, թմրանյութ, գիշերային կյանք, մեղքի կյանք, ինչ ենք ուզում, որ երկնքից գա մեզ համար։ Օրհնություն, չէ։ Դու պիտի ուղարկես երկինք քո առաքինություններն ու սրբությունները, որպեսզի այնտեղից էլ Տիրոջ օրհնությունը գա քեզ պաշտպանելու համար։ Դրա համար այսօրվա այս պատմության մեջ Հիսուս ուզում է մեզ սովորեցնել, որ եթե դու քո տան հասցեն կորցրել ես, քո նպատակակետը չգիտես որտեղ է, ինձ ասա, ես կառաջնորդեմ քեզ, իմ կամքը չէ, որ դու կորես, որ դու անհետանաս, այլ հակառակը, ես քեզ համար մեծ ուրախություն պիտի պատրաստեմ։ Դրա համար յուրաքանչյուր մարդ, ով գիշերը պարկում է քնելու, պիտի ասի, Տեր, շնորհակալ եմ այսօրվա համար, որ ինձ մենակ չթողեցիր։ Իմ ուրախության թե տխրության ժամին ես միայնակ չէի, իմ ձեռքը բռնած դու առաջնորդեցիր։ Ես քո զավակն եմ, ինչպես որ միշտ ծնողը իր զավակի մեղքերին ներում է, իր զավակի համար ամեն ինչ անում է փրկության համար, դու իբրև հայր չմոռանաս ինձ, հիշել այս գիշեր, որ երբ որ լույսը բացվի, ես արթնանամ, ինձ նոր առիթ ու հնարավորություն տաս քո առաջարկած ճանապարհը գտնելու եւ քո ճանապարհով քո ծրագրի մի մասը դառնալու եւ դեպի քեզ գալու եւ փառավոր, որտեվ քո կամքը իմ ապրելն է, քո կամքը իմ ուրախությունն ու երջանկությունն է, քո կամքը քո ներկայության մեջ ապրելն է։ Թող Տեր օրհնի մեզ բոլորիս, սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի, որ մենք այն 99 հովի ոչխարների պես հավատարմության մնանք մեր հովի կողքը։ Եթե հանկարծ ցայթակենք էլ, չմոռանանք շրջվել եւ ասել Տեր, արի, փրկիր ինձ, սպասում եմ քեզ։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, շնորհը ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։